Ինչ է կարծում, ինչն է պատճառը, որ Ռուբեն Ռուբինյանը մի պարագայում օրինակ Էդգար Ղազարյանի դեպքում սրիկայաբար բառը վիրավորանք է համարում, իսկ Նիկոլ Փաշինյանին որևէ զգուշացում չի տալիս պիղծ բառի համար։ Ճիշտն է, ես գոհ եմ դրանց հետ, մանկապար դեզատուր իրանք աշխատել իրանց համար։ Ճիշտն ասած, ես քաղաքականության մեջ չեմ ուզում խորանալ։ Բայց վերաբերվում եք, օրինակ ինչու է Ղազարյանի դեպքում սրիկայաբար բառը համարում վիրավորանք, իսկ օրինակ Փաշինյանի դեպքում պիղծը չի համարում։ Չեմ կարող ասել։ Ես մեծ չեմ կարող, ես չգիտեմ, ճիշտ ասեմ։ Չեմ կարող մեկնաբանել։ Մասը չեմ նայել։ Չեմ ճանաչում ոչ մեկի, ճիշտ ասած, չեմ կարող ինչ-որ բան ասեմ, կներեք։ Ընդհանրապես ես բացառում եմ այդ պատասխանը, որովհետև չեմ ուզում լսել Նիկոլ Փաշինյանի մասին որովհետև մի խոսք։ Սխալ մարդու եք մոտեցել, սիրելիս, չեմ ուզում իրավական դաշտ մտնեմ, ճիշտը որ ասեմ, իրավաբաններին հարցրեք դրանք։ Բայց ընդհանուր ինչպես եք գնահատում այդ իրավիճակը։ Սխալ եմ համարում, ընդհանրապես իրար վիրավորելը, իրար նկատմամբ այդպիսի արհամարական ասեմ, թե ազգային ժողովը նպատակին չի ծառայում, ինչի համար որ հավաքվել է, այդ չեն անում։ Լրիվ, ոնց ասեմ, նեղացած երեխեք, մանկապարտեզ, չեմ կարող, հասուն չեն, հասուն մարդու պահվածք չի, բոլորի կողմից, երկկողմանի։ Պիղծում էր ասում Տեր հայրին, այո, կաթողիկոսն։ Ոչ նա է հաճելի, ոչ էլ նա ինչ ասեմ, երևույթը տգեղ է, մենք լավ բաներ ենք սպասում, փոփոխությունների, վերջապես ընտրել ենք Փաշինյանին, չէ՞։ Ինչ արած։ Այսինքն բառապաշարի առումով սխալ եք համարել։ Դե իհարկե հաճելի չի, որ ամբողջ ժողովրդի առաջ նա պիղծ ասի, սա չգիտեմ ինչ ասի, մենք իրանցից սպասում ենք, նորից եմ ասում, լավ բաներ, նորություններ, հաճելի նոր բաներ, այդպես կարծում եմ լավ կլինի վերջը, ինչ արած, հեսա։ Շատ հետաքրքիր հարց էր։ Դե Էդգարը սա իրենց դաստիարակությունից, իրենց մակարդակից, ամեն մարդ իրան պետք է թույլ չտալու արտահայտություններ։ Ինչ որ կամ էլ նախկինում իր այսպես բան կար։ Կոմպլեքս неполноценности, չգիտեմ հայերեն ոնց է, եթե այդ մարդը այդպիսի հատկություններ ունի, ինչ-որ մի բանով, ինչ-որ մի բանից դժգոհ է, ինչ-որ ձևով արտահայտում է իր կարծիքը։ Ինչ ասեմ, դաստիարակության պակաս։ Թարապես, եթե քաղաքական վեճը վերածվում անձնական վիրավորանքի, դա ուրեմն բանանողների հետ ոչ թե վիճաբանություն, այլ դիսկուսիա մտնողների միջև ինչ-որ մեկը իր արգումենտները պակաս են։ Երբ որ արգումենտները պակաս են, ինչ է անում, ձայնն է բարձրացնում կամ էլ վիրավորական ոճն է ընդունում որպես արգումենտ։ Դա արդեն դաստիարակության եւ իր պաշարի պակասը։ Դա որովհետև իրանց քաղաքականությունն է, որ ընդդիմադիր ուժերին ամեն ինչում փնովեն, բայց բովանդակային ոչ մի բան էլ չկա, որտեղ շատ ժամանակ քպեականները ընդդիմադիրների գուցե եւ շատ արժանի ավելի վատ խոսքեր են ասել։ Ուղղակի պետք է իրար հետ իրանք ոնց որ ասում են համաձայնում են այդ տերմինները օգտագործելուց մեկը չնեղան է, սա ձևական ելույթ է, որ ցույց են տալի, թե մենք վիրավորվեցինք սրիկա բառից։ Սրիկան շատ հասկանալու բառ է եւ իրանց ճիշտ բանա իրենց վերաբերմունքին ոնց որ ասում են համապատասխան տերմին է։ Ինչ վերաբերում է ազգային ժողովին, որ դուք խոսում եք ազգային ժողովից, ուրեմն ազգային ժողովը պետք է արդեն երկրորդ շաբաթն է ավելի դեռ իրենք հարցեր են լուծում իրար մեջ, ոչ թե հարցեր են լուծում ազգային ժողովին վերաբերվող։ Մինչև հիմա այսօր իրենց հանձնաժողովի նախագահների կարծեմ մինչև վերջ չեն ընտրել, բայց արդեն ժամանակը նեղում է եւ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր տարեկան, այսպես ասած,
ելույթը ունենա։ Մի խոսքով խուժանանոց է դա ազգային ժողով չի։ Շատ ցավալի է, բայց որ դա մեր ազգային ժողովն է, բայց մեր ազգը արժանի չէ ձևի ազգային ժողովի։